Պատմության ընթացքին մեզ շատ բաներ արել են եւ մեր ցերկը շատ քիչ է մնացած մեր բավենական ունեցած դարածքեն եւ հարստությունը եթե մենք չի անենք կարելի է որ աս փոքր մասը որ մնացած է դա մի օր գորի Չեմ ասել, որ մեկը պիտի հարսակի և մեզի մորտե չարտե պան, ոչ, գգորի, երբ որ ամեն հայությունը այստես դուրս բուկա և մարդ չի մնար և ավերակ գմնա երկիրը, պիտի գորի։ Հերմոն սենց են գնում։ Վայոց ձոր մարզի Հերմոն գյուղն է։ Մեծ գյուղ չէ, պաշտոնական տվյալներով այստեղ 200 մարդ է ապրում։ Հերմոնը գլխավոր մայրուղուն մոտ չէ, դրա համար պատահական հյուրեր գրեթե չեն լինում, բայց նա, ով մեկ անգամ ոտք է դնում այս գյուղ, ինքն իրեն միանգամից խոստանում է վերադառնալ։ Երկինք հասնող լեռներ, թարմ ու մաքուր օդ, հյուրասեր եւ բարի բնակիչներ։ Ամեն տարի մեծ ու աղմուկոտ քաղաքի ռիթմին ու ապրելաձևին սովոր մարդը կտրում է տասնյակ հազար կիլոմետրեր, անցնում օվկիանոսը, հետևում թողնում նորագույն տեխնոլոգիաների հետևից վազող աշխարհը, ասֆալտը փոխարինում խորթուբորտ ճանապարհներով, գալիս այս մարդկանց մոտ, ովքեր հրաժեշտի պահից սկսած ամբողջ մեկ տարի սպասել են այդ հանդիպմանը։ Իմ հայրս հայ է, իմ մայրս քրիստոնյա արաբ է։ Մաքուր հայ չեմ։ Դժբախտաբար, բարեբախտաբար չեմ գիտեր, բայց դենս է։ Բեյրութ եմ ծնած, բայց Բեյրութից դուրս քյուղերն եմ ապրած։ Ամեն օր երթայինք աղբյուր ջուր բերելու, ուսելով դունի մեջ մաքուր ջուր չի գար, աղբյուրին պետք էր երթայինք բերել։ Այդ կյանքը մի բան ունի, ֆրանսերեն շարմ գսեն, որ գորած է, բայց երբ որ Հերմոն եկա, երբ որ Հայաստան եկա, այդ նույն կյանքը նորեն գրծա գտնալ։ 1994 թվականն էր։ Ժամանակավոր զինադադարը կնքված էր, բայց սահմանին կրակոցները չէին լռել։ 88-ի երկրաշարժը, հասարակարգերի փոփոխությունն ու պատերազմը հետք էին թողել նորանկախ պետության բոլոր ոլորտներում։ Տնտեսությունը կաթվածահար էր։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող հայաստանցիներին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի տարբեր կողմերում հաստատված հայրենակիցները։ 1994 թվականին որպես Կալիֆորնիայի հայ ատամնաբուժների միության ներկայացուցիչ Հայաստան եկավ բժիշկ Վիգեն Կարապետյանը։ Եկել էր կազմակերպության միջոցով հավաքված օգնությունը Հայաստան հասցնելու եւ հասկանալու, թե ինչպես կարող են հայրենիքից հեռու ապրելով հայրենիքին մոտ ու օգտակար լինել։ Էջմիածինում Սյունյաց թեմի ներկայիս առաջնորդ Աբրահամ Սրբազանի հետ պատահական հանդիպումը հետագա մեծ ու շարունակական ծրագրերի մեկնակետ դարձավ։ Ինձ առաջարկեց, որ
որ կալդարիկաս ես ճամբար եմ սարքում, որ զոհված ազատամարտիկներու երեխեքը պիտի բերեմ ամառվա ընթացքին, որ ճամբար լինեն եւ եթե դուք կարելի է գալ եւ իրենց ադամները ստուգեք եւ սարքեք, լավ կլինի եւ տենց էլ սկսավ։ Գիտեք, երբ մարդը հայրենիքի պաշտպանելու համար զոհվել է, բոլորիս պարտքն է տեր կանգնելու նրա երեխաներին, ընտանիքին։ Լոս Անջելեսի կողմից 6 ատամնաբուժներ եկան այստեղ, արդեն երկրորդ շաբաթն է, երեխաների բուժմամբ են զբաղվում։ Ընդհանրապես, երբ որ երկիրի մեջ խնդրեմ կլինի, առաջին դեղը որ օգնություն կա մայրաքաղաքն է։ Եվ նորմալ է, դա պետք է լինի, ուրիշ գեփ չի կարելի լինի։ Բայց երբ որ դենս լինի, այդ հերու փոքր քյուղերը այդ մարդիկը չգան։ Արդեն մինչև որ բամը իրենց հասնի, հագը հասնի, հա չի հասնի։ Այդ մարդը չգա։ Բայց ես ուզեցի, որ այդ մարդուն իմ օգնությունս հասցնել, սրով Երևանը արդեն բավական օգնություն ուներ, ինձ պետք չուներ։ 94-ից շատ ծանր վիճակի մեջ էր, մայիս 94 էր, հազի բادرազմը գեցեր էր, լույս չգար, ջուր չգար, այդ բաները մի քիչ դժվար էր եւ հեշտությամբ չի գարանք շատ մարդիկ համոզել, որ մեր հետ է գալ, սով ամեն մարդ կցանկանա իրենց արձակուրդը ուրիշ տեղ երթան, ծովա, Եվրոպա, ինչ գիտնամ։ Բայց դարիներու ընթացքին, երբ որ սկսանք ավելի հարաճանալ մեր բայկարի մեջ, որոշ չափի մարդիկ մեզի միացան։ 1995 թվականին ծրագրի առաջին տարում թիմում միայն 6 հոգի էր։ Տարեստարի թիմի կազմը մեծացավ։ Ամեն տարի նոր բժիշկներ եւ նաեւ բժշկական ուսումնական հաստատություններում սովորողներ են ցանկություն հայտնում բժիշկ Կարապետյանի թիմի անդամ դառնալ։ Ով որ այս դերը եղած եւ իմ հետ է մասնակցած է, իրենք ինձ են կդեր։ Ինտերնետի մեջ, կամ մեկը մյուսին ասած է, կամ ալ չես գիտեր։ Ահրելի թանկ գարժի, ոչ թե Հայաստան կալը, Հայաստան կալը մնալը 2-3 հազար դոլարով այդ կփակվի ու վերջ, բայց որ կու կորսը թողես 2 եւ 3 շաբաթ, 20,000 դոլարի կնստի։ Այդ դժվարությունը երբ որ գտնունիր, ալ դժվար չի լինի։ Այդ կհասկանաս, որ այդ դարի այս պլանը ազ է, ասիկատ կու ամենի բարձր ոնց կասենք priority-ն է։ For the past 10 years, I've 10 տարի առաջ ես ծանոթացա այս ծրագրին բժիշկ Ջեֆ Ուիմիսի կողմից, ով մասնակցել էր այս ծրագրին։ Եղել էր այստեղ 8 անգամ, մինչ ես կիմանայի սրա մասին։ He had been here about 8 times before I knew about it. This is our fourth time. My husband and I. Սա չորրորդ անգամն է, որ ես ու ամուսինս գալիս ենք այստեղ։ Մենք փորձում ենք գալ յուրաքանչյուր տարին մեկ անգամ եւ կատարել կամավորական աշխատանք։ It's important that Դա կարևոր է, որ հայերն օգնում են միմյանց, եւ եթե ես կարող եմ օգնել իմ ազգին, ինչու ոչ։ help my nation, why not? And since I am Armenian, all my four grandparents were Armenian. Ես հայ եմ, իմ պապերն էլ են հայեր եղել, եւ ես իմ լավագույնը պիտի անեմ Հայաստանի համար։ By using my dentistry. It's always good to help. Միշտ լավ է, երբ օգնում ես։ Միշտ հաճելի է մի բան տալ, եւ եթե ժամանակ ունես գալու այստեղ եւ անելու դա, ավելի լավ է։ Ես մինչ այժմ չէի հայտնաբերել Հայաստան ինձ համար։ Նստեցի ինքնաթիռ եւ եկա այստեղ։
Իմ առաջին այցն է։ Ես սիրեցի բոլորի ջերմությունը, նույնիսկ այն մարդկանց, որոնց ես չէի բուժում։ Նրանք այնքան հյուրընկալ էին։ Այս տախտակի վրա գրված են բոլոր այն բժիշկների անունները, ովքեր ճամբարում եղել են 3-ից ավելի անգամներ։ 1-2 անգամ ծրագրին միանալու համար թիմը շնորհակալ է, բայց միայն 3-րդ այցելությունից հետո է համարում, որ մասնակցությունը շարունակական է եւ տախտակի վրա նոր անուն ազգանուն փորագրում։ Այստեղ նշված բժիշկներից ոմանք հենց 3 անգամով էլ սահմանափակվել են, իսկ որոշները 10 տարուց ավել է վերադառնում են ամեն տարի։ Խումբիս հաստատ գեսը միշտ դեղացի եղած է եւ իրենք մեզ շատ են օգնում եւ մենք ալ իրենք մեր քիծածը ցույց տված ենք։ Այդ ժամանակ առաջին տարի որ եկել էի դեռ սովորում էի Հերացու բժշկական համալսարանում եւ զուտ հետաքրքիր էր նախ շփումը իմ գոլեգաների հետ, երկրորդ պրակտիկ փորձի փոխանակում նրանց հետ եւ առաջարկով դիմեցի իրանց, նրանք շատ բարեհամբույր գտնվեցին եւ չմերժեցին իմ առաջարկը եւ ստացվեց այնպես, որ ես միացա այս մեծ խմբին։ Ամեն անգամ ամեն մի բան սովորվում է, այն չի որ լրիվ սովորված է, բան չկա սովորելու, բայց հաճույք է մեզ համար։ Մենք բոլորս մեկ առ մեկ փոխարինում ենք մեկս մյուսին, լինելով բուժքույր, լինելով բժիշկ, լինելով ասցենտ, բժշկի օգնական։ Տարվա մեջ որոշակի ժամանակահատված նաև հանգստի է պետք, ստեղի աշխատանքը իմ համար նաև հանգիստ է։ Ոչ թե միան եկել են, որ մեր հետ աշխատեն, եկել են, որ մեզ տեսնան իբր բարեկամ։ Աբրահամ Սրբազանի ձեռնարկի մեկնարկից 20 տարի է անցել։ Չնայած այս տարիներին հանդիպած բազմաթիվ դժվարություններին, Հերմոն գյուղի ճամբարը շարունակում է գործել։ Ամեն տարի այստեղ են հավաքվում Վայոց ձորի մարզի տարբեր, այդ թվում հեռավոր ու սահմանամերձ գյուղերի երեխաները։ Սովորաբար նրանց կյանքի առաջին հանդիպումը ատամնաբուժի հետ Հերմոնում է կայանում։ Եղել է երեխա, որ 25 ատամ են բուժել, ընդամենը 10 օրվա ընթացքում։ Մեր ընտանիքից բուժում ստացել են իմ 2 որդիները, անչափահաս։ Իրանք նվերներով երեխեքի սիրտը շահել են, որպեսզի երեխեքը չվախենան, ընկերացել են իրանց հետ, նույնիսկ իրանք են տեղափոխում, իրանց հետ են տանում են, բերում են։ Մեզ սովորեցին են, թե ինչպես ճիշտ դվանալ մեր ատամները, անցկացրել են 2 անգամ դասընթացներ եւ այստեղ էլ տեսնելուց անպայման հարցնում են, թե ինչպես ենք մենք, արդյոք գանգատներ չունենք։ Well, there is a satisfaction of being helpful. Բավականության զգացում եմ ունենում, երբ օգնում եմ ուրիշներին։ I don't know, when we came first, there was a lot more smaller children coming. Չգիտեմ, երբ մենք եկանք առաջին անգամ, շատ փոքրիկ երեխաներ էին գալիս, որոնք նախկինում երբեք ատամնաբույժի չէին տեսել։ Նրանք ցավ ունեին եւ հաճելի է, երբ օգնում ես։ Կարծում եմ դա մարդկանց էությունն է, օգնել մեկ-մեկու։ Մենք հենց դա ենք անում եւ մենք դա անում ենք հենց մեր հայրենակիցների համար։ We're doing just that. So, and we're doing it for our people. Warmth and love and pleasure. Ջերմություն, սեր եւ հաճույք եմ ստանում։ Այնքան հաճելի է, երբ տեսնում ես երեխաներին երջանիկ, երբ նրանք տեսնում են իրենց ատամները եւ էլ ցավ չունեն։ Նրանք գալիս են գրկուն քեզ, դա մեծ հաճույք է։ Դժվար է նկարագրել զգացողությունները։
Դա ավելին է, քան կարող ես բառերով ներկայացնել։ It's more of a feeling than just describing it in words. Մեր ճամբարի մասնակիցները հիմնականում մեր մարզի սահմանամերձ գյուղերից, հեռավոր գյուղերից երեխաներ են, ովքեր անընդհատ հնարավորություն չունեն ատամնաբուժի դիմելու եւ սա նրանց համար եզակի հնարավորություն է օգտվելու այդ ծառայություններից եւ երկրորդ հերթին շատ կարեւոր է նաեւ մեր երեխաների շփումը ատամնաբուժների հետ, որովհետեւ նրանց մարդ տեսակից էլի ինչ որ բաներ են սովորում երեխաները։ I would hope for these kids to remember this goodness and this kindness. Հույս ունեմ, որ այս երեխաները կհիշեն այն լավն ու բարին, որ ստացել են այս թիմից։ Այս լավ մարդկանցից, որոնք արդեն տարիներ շարունակ անում են սա։ Ես կցանկանայի, որ նրանք սա հիշեին, եւ երբ նրանք մեծանային, փոխանցեին մեկ ուրիշին այդ լավն այնպես, ինչպես կկարողանան։ Մենք դա անվանում ենք շղթայաբար փոխանցել։ We call it paying it forward. Ատամնաբույժների համար առաջնայինը Հերմոն գյուղում գործող ճամբարի եւ շրջակա գյուղերի երեխաների ատամները բուժելն է, բայց նրանք ժամանակ են գտնում նաեւ մեծահասակների համար։ Շփման, փոխհմբռնման խնդիր չկա, նույնիսկ եթե բժիշկը հայերեն չի խոսում, իսկ հիվանդը անգլերեն։ Շատ կարևոր է, որովհետեւ մենք շատ կտրված ենք մեր շրջանից, որը ամեն մեկը չի կարող ամեն րոպեին այցելի շրջան եւ բուժի իր ատամները կամ ինչ-որ մի բան, այսօր իրանք ներկա են մեր համայնքում, իրանց միջոցով օգտակար են բոլոր համայնքի բնակիչների համար։ Կոնցեպտը ինձ համար շատ կարևոր է սկիզբեն։ Չէի ուզեր, որ հա, օքեյ, այսօր Հայաստանն է մեր մագարտագի ստոմատոլոգի կորս չի անենք, ինչ որ լինի, իրենց համար բավարար լինի, ոչ, դենց չէի ուզեր որ լինի, ուզեի, որ որչա որ կորս գարանք աստեղ ըննել, մեր մագարտագի լինի և մեր ապրանքը, որ աստեղն է, միշտ ամենի բարձր որակի ապրանքն է եղած, Ամերիկա, Հայաստան դարբերություն չունի, նույն մարդն է և նույն բանը, նույն տեսակ կորս պետք է կատարվի։ Հայաստանի համար ծանր օրեր էին։ Մեր երկրից հազարավոր կիլոմետրեր հեռվից հայեր ու օտարներ հայաստանցիներին ձեռք մեկնեցին։ Հայաստանցիները շնորհակալ են յուրաքանչյուրին, ով իրենց երկրում մի քարի վրա դրեց և փոքրիկ բալիկի սառած ձեռքերը ջերմացրեց ու ժպիտ պարգևեց, կամ էլ մի ընտանիքի օգնեց հասկանալ, ինչ է նշանակում ապրել ու գիշերել տանիքի տակ։ Հայաստանցիներին օգնության շատ ձեռքեր մեկնվեցին։ Դրանց մի մասը միայն մեկ անգամյա ձեռքսեղման համար էին։ Մյուսները իրենց փոխադարձ մեկնված ձեռքն ամուր բռնեցին ու էլ բաց չթողեցին։ It is a sacrifice. Right now I'm not with my children for 2 weeks, so Ինչ որ առումով սա զոհաբերություն է։ Օրինակ հիմա ես 2 շաբաթով երեխաներիս կողքին չեմ։ Սա մի բան է, որ եթե դու ուզում ես անել, դա մտքիդ ես դրել, ցանկանում ես, դա կատարվում է։ Հիմա օրինակ մեր մայրերն են հոգ տանում երեխաների մասին։ Յուրաքանչյուրը քաջալերում է մեզ, օգնում մի բանով, որ մենք կարողանանք օգտակար լինել հայերի եւ երեխաների համար։ Ես 2 երեխա ունիմ, որ մեկ հատ արդեն հետս է այստեղը, 2 աղջիկ 16 եւ 19, եւ այս երեխեքը կարամ ասել, որ 19 տարեկանոցը 10 անգամ Հայաստան եկել է, առաջին անգամ 4 ամսու էր եւ ամեն մարդ կսարսափեր, որ ոնց արել ես փոքր երեխան աշխարհի մյուս կողմից այստեղ ես բերած, բայց անհրաժեշտ էր։
Աղջիկաս բերել եմ, որ մի քիչ ուրիշ գաղափար ունենա այս աշխարհի մասին։ Դժվար է, բայց այդ մեր բարդականությունն է։ Սահմանի վրան երբ որ մեր դեղեկը գրվին, դա դժվար է։ Դա իրենց բարդականությունն է։ Չի գարա ասենք թե թաշտ երթալ բادرազմի։ Ինձ մի ավելի լավը գա, որ այդ գործը կարենա անել։ Բայց ես իմ մասնակցությունս գործածեցի, որ այնպես հայրենիքիս օգտակար դառնամ։ Նա վարակում է իր նվիրումով, իր էնտուզիազմով բոլորին եւ ամեն մեկը փորձում է ինչ որ բանով օգտակար լինի այդ ծրագրին, Վիգենի մտքերին, գաղափարին։ I enjoy it. Like I said, I'm Armenian. Ես վայելում եմ սա։ Ես սիրում եմ այս երկիրը։ Մենք շատ ընկերներ ունենք այստեղ։ Ուզում եմ իմ կարողություններն ու փորձը օգտագործել երեխաներին, պատանիներին, չափահասներին, յուրաքանչյուրին, ում կարող եմ օգնել ազատվել ցավից։ Ես ինձ լավ եմ զգում, գնահատված։ Երբ որ Հայաստանը կդա, կամ առաջին անգամ երբ որ Հայաստան եկա, բոլորովին այս աշխարհի, այս տարածքի գաբնվեցա, ինձ համար ավելի բարձր priority չի գա։ Եվ ասի է այդ միջոցը ինձ համար, որ իմ հայրենիքիս օգուտ լինեմ։ Երբ որ արիտ եմ ունեցել, միշտ կաչալերեր եմ ովևէ անցի, որ հայրենիք վերադառնա, կամ դառնա, ավելի շտակ, եւ գապ չունի ինչ է իրենց գործը։ Ես միշտ իրենց կասեմ, դուք առաջ Հայաստան հասեք, այդ դեղը ծեր ոտը թող հայ հողի վրա գտնի, ալ Աստված ձեզ կասե ինչ պետք է անեք։ Այս դարածքը, այս հողը շատ հզոր դեղ է հայու համար։ Ես կարամ ասել, որ աշխարհի ովևէ ուրիշ տեղ, եւ բավական ճամփորդած եմ, այդ զգացումը չունեմ։ Ցանկացած սիրո խոստովանություն իրական լինելու համար պիտի արարքներով հաստատվի։ Այդպիսին է նաև հայրենիքին խոստովանված սերը, որը հակառակ դեպքում օդում կախված հայրենասիրություն հնչեղ բառից ավելի իրական ու արժանահավատ չի դառնում։ Հայու համար ամենակարևոր բանը հայրենիքը ծառայելը եւ այցելելը եւ ամեն կերպով օգտակար լինելը։